Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ձեր սիրտը արյուն է ուզում, դուք վենդետաներ եք ուզում իրականացնել եւ փարաքար երկու սցենար եւ օպերացիան եք իրականացնում Գյումրիում, չնայած նիստերի դահլիճում ասացիք երևի հումոր է արել, բայց վստահեցնում եմ Մարտուն Գրիգորյանը բացարձակ հումորային տրամադրություն չուներ։ Ինչ կասեք ընդհանրապես Գյումրիում իշխանության զավթման ձեր փորձերի մասին։ Նախ ցավում եմ Մարտուն Գրիգորյանի համար, ինքը մեծ ցավի մեջ է գտնվում, ես իր համար ցավում եմ, որպես մարդ, որպես տղամարդ, որպես գյումրեցի ինքը մեծ ցավ ունի, որովհետև ինքը քաղաքական շահից դրդված մեկ մի բան է հայտարարել, ասում էր մեր մեջ արում կա, սենց բան են ասում, դրա տեսանյութը կա, եւ դրանից հետո պաշտպանել է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը քաղաքական միտումներից դրդված, ես նաեւ ինֆորմացիա ունեմ, գուցե ճիշտ չէ այդ ինֆորմացիան, բայց ես ունեմ նման ինֆորմացիա, որ դրա պատճառով իր մերձավորների հետ ինքը շատ ծանր խոսակցություններ է ունեցել, որոնք իրեն մեղադրել են նման քայլի գնալու համար եւ այլ, ես ցավում եմ իր համար եւ կարծում եմ իրան պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ իր վերքերը չցավա, որովհետեւ իր վերքերը շատ երկար է ցավալու, իսկ Հայաստանի Հանրապետությունում, Գյումրիում, Երևանում իշխանությունը ժողովուրդն է, Վարդանիկը չի, որովիցե Ալենը չի, որովիցե մեկը չի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությունը կատարում է դիմերում, համապետական ընտրություններում եւ դա արտահայտված է, բայց ինչ վերաբերում է հենց վարչապետային ժողովում ասում է դուրս շփոթվենք այսինքն ուզում եմ ասեմ ձեր այսքան տարվա լրագրողի քաղաքական մտքի գիգանտը եւ քաղաքական ամենամեծ բանը այդ Վարդան Ղուկասյանն էր, Վարդան Ղուկասյանը, այսինքն ինձ ընտրել է 682,000 մարդ, 682,000 մարդ, հիմա ես որ հանցագործություն անեմ կամ քեզնից կաշառք ուզեմ, պետք է ինձ ոստիկանները չգան տանեն, ասեմ ինձ 682,000 մարդ է ընտրել, այսինքն եթե կամ ասենք ուզում հասկանամ, այդ Վարդանը Ղուկասյանը տենց հուրի փերի էր, մի բան ա ունչա, չգիտեմ, ես չգիտեմ, մի րոպե, կգամ, ստեղ եմ, չեմ գնում, այդ մտքի վրա էլ կգամ հենց։ Ուզում ասեմ, այդ Վարդան Ղուկասյանը բան չէր արել, իրանց տենց հայաթում ասեցին դու Վարդանիկ ես։ Ինչի դա հաջորդեց հենց վարչապետի ուղղորդման, այսինքն եղավ հենց վարչապետը ասեց, նախ չեմ բարձրանում, երկրորդը լսեք, մենք այդ հայտարարությունը ես դրանից մի 4 ամիս առաջ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Ես ստեղ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Այսինքն, եթե մենք դա չասեինք Վարդան Ղուկասյանի մասին ոչ մեկ չէր իմանա, այդ մարդը հենց մի հատ գնաց է Գյումրի այն ամենասիրուն փողոցով մի հատ քայլ եկեն, որ մի հատ կիսակառույց երկու հարգի վրա մի հատ երկու հարգել բարձրացել է անօրինական շինը։ Ուզում հասկանամ, եկել եք ում եք պաշտպանում։ Դուք հասկանում եք, որ դուք որպես լրագրող ձեզ նաև լավ էլի խնդրում եմ էլի ժողովրդի ձայնը կպաշտպանեք այն երկրում, որտեղ ընտրություն չկա։ Ժողովրդի ձայնը պաշտպանել պետք չի։ Գյումրի քաղաքում ամենաշատ կվերադառնամ ստեղ։ Գյումրիում ամենաշատ ձայնը հավաքել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Գնացեք ժողովրդի ձայնը պաշտպանեք։ Իրանք 3-4 կուսակցությունով միացել են, նաև վերադառնալով Մարտուն Գրիգորյանին, վերադառնալով մեր մեջ արուն կա արտահայտությանը, վերադառնալով իրար սպանելուն, իրարից ձեն գողանալու, իրար ծեծելու մասով սենց միացել են, բան են, ընտրել են քաղաքապետ, հիմա թող իրանց մեջից նորից քաղաքապետ ընտրեն։ Եթե դա ընտրված չի համարում, ձեր Տիգրան Ավինյանն է ուրեմն ընտրված։ Ես ասացի ընտրված չի համարում, ինչ ես ինձ բառեր վերագրում։ Ժողովրդի ձայնը Երեխեք ուշադրություն, սենց մի հատ բան կա, ձև կա, մի րոպե։ Սենց ձև կա, հարց է տալիս լրագրողը եւ հարցի մեջ դնում է մի պնդում, որ եթե դու այդ պնդմանը չես արձագանքում, շարունակում ես, ասում ես, չէ, օրինակ Տիգրան Ավինյանը տենց չի, եւ այլը, փաստացի իրականության մեջ մնում է այն բանը, որ դու բան ես անցկացնում, հավասարության նշան ես անցկացնում, տենց դեպքերում պետք է միշտ դա կանխել։ Հիմա կանխում են։ Ոչ, տենց չի։